տոն է Իզմիրլյան բժշկական կենտրոնում, Արմեն Չարչյանը ոչ թե վիրահատարանում է, այլ հիվանդանոցի դահլիճի մուտքի մոտ, ոչ թե հիվանդների է ընդունում, այլ հյուրերի է դիմավորում։ Ուրոլոգիական բաժանմունքի 20-ամյակն են շուքով նշում, որքան մարդ է անցել այս բժիշկների ձեռքի տակով, ազատվել տանջող ցավերից։ Հուզվում է Արթուր Գրաբսկին, երբ նայում է դահլիճում նստած իր գործընկերներին, նրանց հետ 20 տարվա ճանապարհ է անցել, ոտքի կանգնեցրել հեղինակավոր բաժանմունքը։ Ջերմության ու հոգատարության 20 տարիներ են, ասում է Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրենը։ 20 տարի առողջություն, սեր, խինդ, ժպիտ ուրախություն են պարգևել մեր բնակչությանը, մեր ժողովրդին։ Դա և շատ պատվաբեր է, միևնույն ժամանակ շատ պարտավորեցնող։ Գաղափարից գերազանցություն, հասել է նպատակին ուրոլոգիայի բաժանմունքի վարիչը, Արթուր Գրաբսկին ու իր բուժքույրը Քրիստինան բաժանմունքի միակ բուժաշխատողներն էին։ Զրոյից են սկսել, 20 տարում աշխատողների թիվը 20-ի է հասել, գոհ է Գրաբսկին, շնորհակալ։ Լիովին նոր տեղում, առանց որևէ նախնական կառույցների, սարքերի եւ այլն, ստեղծեց մի բաժանմունք, որը 20 տարում հասավ այն մակարդակի, որը կարողանում ենք ներկայանալ եւ թե Հայաստանի մեջ, թե արտասահմանյան, որ մեծ գիտական եւ մասնագիտական հարթակներում։ Այդ հիմա է գործը հեշտացել։ Հայաստանում եզակի այս սարքավորումը 1 տարի առաջ է հիվանդանոց մտել։ Հաշված րոպեներում օգնում է ազատվել միզաքարային խնդիրներից առանց ցավի։ Բժիշկները արժանի են աշխատելու այդ սարքավորումներով։ Հարվածային ալիքները 20 տարում շատ է փոխվել ուրոլոգիայի բաժանմունքի տեսքը, ժամանակակից տեխնոլոգիաները հեշտացրել են պրոֆեսիոնալների գործը։ Այսօր Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքը միզաքարային հիվանդությամբ տառապողներին օգնում է ազատվել տանջող քարերից։ Այստեղ արդեն նաև լապարասկոպիկ վիրահատություններ են արվում։ Մենք ձեռք ենք բերել աշխարհում լավագույն քարափշրման սարքավորումներից մեկը, ցանկացած տիպի երիկամային եւ միզածորանային եւ ուրոլոգիական քարեր մեզ համար բարդություն չեն ներկայացնում, կարող ենք հեշտությամբ փշրել դա։ Այս բաժանմունքը միջազգային գործընկերության ամուր կապեր է հաստատել Լոս Անջելեսի, Բոստոնի, Նյու Յորքի, Փարիզի առաջատար կլինիկաների հետ։ Մասնագիտական խորհուրդներ ու փորձ են փոխանակում ամբողջ աշխարհում մարդկանց կյանքը լուսավոր ու անցավ դարձնելու համար։ Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքը նաև բազա է բժշկական համալսարանի ուսանողների համար, ասում է Գրաբսկին։ Այս պատմության մեջ կարևորը մարդիկ էին։ Այսինքն մարդիկ էին, իրենց գաղափարները, իրենց նվիրվածությունը, իրենց ցանկությունը կտրել իրենից մի օգուտ տառապող մարդկանց։ 20-ը 40 ենք դարձնելու, համոզված են իզմիրլյանցիները, առաջիկայում այլ բաժանմունքների հոբելյաններ են նշելու։ Աննա Գյուլնազարյան, Միլենա Պողոսյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։